Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջասով հետքերով արկածների Աննա, ախր շատ սոված եմ, արի մի բան ուտենք էլի։ Ով, ախր մենք բան ենք պայմանավորվել, չէ։ Դե հա հասկանում եմ, էս էլ իմ փոքրիկ բացառությունն է։ Տենց արդար չի։ Տղաները այնտեղ սոված են, իսկ մենք այստեղ գաղտնի բան ենք ուզում ուտել։ Լավ, արի լինենք անկեղծ։ Մենք եկել ենք խոտաբույսեր հավաքելու, չէ։ Հա։ Ու մենք չգիտենք, թե ոնց պիտի գտնենք պետքական խոտաբույսեր։ Արի այս շոկոլադը ուտենք։ Դե երևի տղաներն էլ որսարած կլինեն։ Ուտենք էլի, շատ սոված եմ։ Ուտենք, չէ։ Բացեմ, չէ։ Բացեմ։ Չի լինում, չի ստացվում։ Դե դա անհնար է։ Ասում ես պայուսակիդ մեջ ուտելիքներ կայ։ Հա, գնամ բերեմ։ Հա, բայց ուշադիր եղի աղջիկները չտեսնեն։ Վիղճս տանջում է, բայց ստամոքսից ցավն ավելի է տանջում։ Դե դու մնա այստեղ, ես արագ գնամ վերցնեմ գամ։ Հա, ես էլ այդ ընթացքում կփորձեմ շարունակել բռնել։ Հա, բա ոնց, դու անձայն գնա արի։ Էսուր։ Ուր թե Արմենի մոտ։ Ձուկ բռնել եք արդեն։ Չէ, դեռ չենք բռնել, բայց շանսեր կան, ամեն ինչ անում ենք, որ բռնենք։ Իսկ այդ պայուսակը ինչի համար է։ Չոր բան կա մեջը։ Ինչ պայուսակ։ Այս որ ռուսերից վրա է, հա։ Դե հա։ Դե մեջը մանկա բաներ են, ուղակի Արմենը հոգնեց երկար կանգնելուց։ Ասեց մի բան վեր նստեմ։ Այսքան տարածքում քարերի ու փայտերի մեջ պայուսակը դեռ ամենահարմարը։ Դե հա, հարմար չեն նստելու համար էլի, ազնիվ խոսք։ Ինչ-որ տարօրինակ ես, բան ա եղել։ Դե չէ, դուք ասեք ինչ-որ բան գտաք ուտելու համար, դե բնականաբար չէ։ Օգնեցեք։ Իսկ թվում է դուք մեզ բան ունեք բացատրելու։ Ոչ մի բան էլ չունեմ բացատրելու։ Ուղղակի սա մեր ծուղակն է, որսորդության համար։ Ասում է, չէ, Արմենը կաշխատի։ Հա, համաձայն եմ, աշխատել է։ Իսկ հիմա որս կա, կարանք հաց ուտենք։ Կարելի է այդպես էլ ասել։ Ես ձեզ բան ունեմ ասելու։ Մենք էլ ձեզ։ Իսկ կարակ այդ ամեն ինչը ասեք ինձ իջացնելուց հետո։ Մի խոսքով մեկս մյուսից թաքուն ունեցել ենք բացառություններ։ Այո, բայց մենք եկել ենք ձեզ ասելու։ Մենք էլ անպայման ասելու էինք։ Հիմա տեսնում եք ինչ բարդ է այս պայմաններում ապրել է, եւ չկա ոչ մի հարմարավետություն։ Իսկ դու տնայիններիցդ ես բողոքում։ Մնաց օրագիրը կարդանք։ Հա, իմիջայլոց ուր, հա։ Իսկապես մոռացել էինք։ Ապահով վայրում։ Պայուսակից մեջ։ Իսկ պայուսակը տուրա։
Գետի ափին։ Գնացինք շուտ բերելու։ Վայ։ Օրագիրս։ Գանձերը։ Գնացինք։ Օրագիրս։ Գանձերը։ Երեքեք եթե հասավ ջուրը օրագրին, օրագիրը կփչանա, թանակը կտարածվի, օրագիրը կկործունենք ընդմիշտ։ Պետք է ծրագիր մտածենք, ինչ ենք անում Աննա։ Արմեն, այս դեպքում պետք չի շատ մտածել, ուղղակի պետք է արագ կողմնորոշվել։ Երեխեք, ոնց որ բախներս բերում է։ Պայուսակը դիպչեց քարին, օգնեք։ Ակնասպես մեզ վրա այս դուք բռնելը։ Կարող է օգնես։ Կարող է փրկարար ծառայություն կանչենք։ Բայց դու ինչ ռոմանտիկ տղա դուրս է կարող օգնի։ Կամած։ Չշտապես։ Երեխեք, չստացվեց, պայուսակը գնաց։ Հիմա հավաքվում ենք ու գնում ենք պայուսակի հետևից։ Գետի մեջ էլի քարեր կան, վստահ եմ էլ ինչ որտեղ կկանգնի կհանենք։ Գնացինք, բայց մի բան էլ ես ասեմ ու նոր գնանք։ Մի հատ շատ լավ գաղափար ունեմ, բայց պիտի օգնեք ինձ։ Գտնում ենք մի հատ մեծ գերան, գցում ենք ջրի մեջ, բայց այնպես որ մնա քարերի վրա։ Հենց պայուսակը հասնի գերանին, նա կդադարի հոսել ու շանս կունենանք։ Լավ։ Գնացինք։ Այ հիմա Գնացինք։ գնացինք։ Արմեն օգնի։ Գրացիկ։ 1 2 3 Այո! Հիմա սպասում ենք պայուսակի ժամանելուն։ Ուշադիր եղեք, հենց պայուսակը գա փայտի մոտ, արագ հանում ենք։ Այ հիմա իմ փայտը իր գործը կանի։ Ձուկ չորսած, բայց պայուսակ կորսա։ Հիմա ոչ կանձերի տեղ եք իմանամ, ոչ էլ անգամ կարող եմ երազեք դրանց մասին։ Վերջ երեխեք, մենք կորցրինք ճանապարհորդի օրագիրը։ Ինչ ծխուր է։ Չեմ հավատում, որ այսպես պիտի վերջանար այդ օրագրի ճակատագիրը։ Լավ ասում եմ, ես ավելի շատ հետաքրքրված էի գանձերով, բայց ինձ էլ էր հետաքրքիր ամեն հանելուկից հետո հայտնվել ինչ-որ արկածի մեջ։ Ափսոս որ կարճ տևեց։ Ու միտքներ ես քարանձավ գալը։ Իմ, բայց դա ինչ կապ ունի։ Եթե մենք չգայինք քարանձավ, այլ ուղակի գնայինք օրագրի հանելուկը լուծելու հետևից նման բան չէր լինի։ Եվ օրագիրը մեզ մոտ կլիներ, անվնաս։ Սխալ է այդ ամեն ինչի մեջ Աննային մեղադրելը։ Դու էլ էիր ուզում գալ քարանձավ, դու էիր ասում, եկեք գնանք քարանձավի մոտ կլուծենք օրագրի հանելուկը։ Ես էլ կարող եմ ասել, այդ տուն գաղափարն էր օրագիրը բերել քարանձավի մոտ։ Եթե չբերեիր, օրագիրը մեզ մոտ կլիներ։ Վերջ երեխեք, անիմաստ է մեղավորներ ման գալը։ Նախ ես այդ ամեն ինչը արդեն ասել եմ, հետո դա ինչ կապ ունի նրա հետ, որ դու անջատված պայուսակը թողել ես գետափին։ Ինքը բերել է, ինքը մոռացել է, բայց բոլորս ենք մեղավոր։ Այո, ինչը այո։ Վերջացրեք։ Կամ մեղավոր ենք բոլորս, կամ մեղավոր չի ոչ մեկը։ Ես հիմա կարձանագրեմ այս փաստը իմ օրագրում։ Ողջույն սիրելի արկածասեր ընկեր։ Այսօր չգիտեմ օրագրի որերորդ օրն է, բայց պիտի արձանագրեմ մի շատ տխուր փաստ։ Մենք կորցրել ենք ճանապարհորդի օրագիրը։ Կհարցնեք ինչու, որքան էլ զարմանալի կթվա, բայց մեր անփութության պատճառով։ Բայց լավ է, որ գոնե կա էլեկտրոնային օրագիրը եւ այստեղ կան հուշեր ճանապարհորդի օրագրից։ Մենք կշարունակենք մեր արկածները պատմել քեզ, մեր սիրելի էլեկտրոնային օրագիր։ Հիմա ինչ որ մեկն էլ մեր օրագիրը կկորցնի։ Չէ, սրա առավելությունը նրանում է, որ եթե անգամ օրագիրը կորի, այս ամենը միանգամից պահպանվում է համացանցում։ Ահա, եւս մի ապացույց մեր ժամանակների օգտին։ Դե եթե օրագրից հանելուկ չենք լուծելու, առաջարկում եմ գնանք տուն։ Մի րոպե Արմեն, Այո, ես հարց ունեմ։ լսում եմ։ Ուրեմն դու պայուսակիդ մեջ դրել էիր այն ամեն ինչ քեզ պետք է գալու, չէ։ Այո, Բա ո՞նց է ստացվել, որ որ մնացած իրերը մոտս են, իսկ օրագիրը չէ։ ապրես։ Ես հիմա կարծանագրեմ այս փաստը իմ օրագրում։ Վերջ երեխեք, անի մաստ է մեղավորներ ման գալը։ Ահա, հիմա։
Մի րոպե, այստեղ մի բան է ինչի։ Մտածում եմ Գողացել են։ կողոպտել։ Բա ինչ անենք։ Հեշտ հարց չի։ Եվ Գծում ենք քարտեզ, թե որտեղ են եղել, ինչ են կարել, մի խոսքով հասկացաք։ Ոնց այդքանը հիշենք։ Պետքա բռնել ավազակին։ Հա ոնց։ Ես կասեմ։ Իսկ կարողա ոստիկանություն դիմենք։ Չէ։ Ոստիկանություն դիմելու համար պետքա ստույգ ինֆորմացիա։ Իսկ մենք ոչինչ չգիտենք։ Մենք ուղղակի կասկածում ենք, որ օրագիրը գողացել են, բայց թե որտեղ ու ինչ պայմաններում մենք դա եւս չգիտենք։ Բա հիմա ինչ ենք անելու։ Տվեք թուղթ ու գրիչ։ Ես կտամ։ գոր Կատակի ժամանակը չի։ Չէ։ Գողացում եմ չար կատակներ չանել։ Երեխեք։ Գոր ինչ եղավ։ Կարողա մամոն տատեսել։ Չի կորել։ Գոր կարողա խոսաս։ Ասում եմ չի կորել։ Հապվիր։ Ասում եմ չի կորել։ Ինչը։ Օրագիրը։ Ինչ։ Օրագիրը պայուսակիս մեջ էր։ Երբ ես այդտեղ դրել։ Դե հիշեցի, թե երբ ա եղել։ Իզուր ես հետը տուտելիք վերել։ Մի վախեցեք։ Ես ձեզ անպայման կուտեմ։ Եթե իհարկե մեզ չխանգարեն։ Մի բան է պետք մտածել։ Գոր, ինչ ես անում, արի այստեղ։ Եկա։ Հասկացաք։ Ստացվում է հիմա քեզ պետք է շնորհակալություն հայտնենք քո անպատասխանատու լինելու համար։ Այո, ես շատ շնորհակալ եմ, որ դու որոշել ես մերժել մեր պայմանը։ Հիմա ես չեմ հասկանում ձեր ասածներից հետո ես ամաչեմ, թե ուրախանամ։ Մի բան ասեմ, պատասխանատվությունը առհասարակ մարդուն բնորոշ հատկանիշ է, որը նշանակում է գիտակցել գործողությունների եւ անգործության պատճառները եւ պատրաստ լինելու կրել դրանք։ Եվ եթե ասում են, որ մարդու բանականությունը քարանձավից հանեց նրան եւ հասցրեց մեր օրեր, ես դրանք ավելացնեմ նաեւ պատասխանատվությունը։ Հիմա ես չեմ հասկանում, դուք ուրախ եք, որ օրագիրը գտնվեց, թե չէ։ Այո, մենք շատ ուրախ ենք։ Բայց մենք նաեւ այստեղ ենք նրա համար, որ դու հասկանայիր, թե ինչ կարևոր բան է պատասխանատու լինելը։ Երեխեք չեղավ։ Դուք ճշում եք Գորին։ Շատ լավ իմ ընկերներ։ Կարելի է մի բան էլ ես ասեմ։ Դե ես ձեզ լիովին հասկանում եմ։ Հասկանում եմ, որ մեր ընկերությունը, որը իմ համար ամենաթանկ բանն է, բոլորիս համար ամենաթանկն է, դա պատասխանատվությունն է։ Իսկ ավելի հեշտ ասած, ընկերությունը դա իրար հետ զուտ զվարճանալը չի։ Ընկերությունը պատասխանատվություն է։ Եթե ընկեր ունես, ապա պատասխանատու ես քո խոսքերի, վերաբերմունքի, գործողությունների համար։ Ես դա հասկացա այսօրվա մի փոքրիկ արկածից հետո։ Մի բան առաջարկեմ։ Ինչ։ Չկարդանք օրագիրը։ Իսկ կարելի է գնանք տուն։ Չէ։ Այսօր օրագիրը կարդում է օրվա հերոս Գորը։ Լուրջ ես եմ կարդում։ Իտեսակ լարվում եմ, շատ պատասխանատու եմ։ Սիրելի ընկերներ, ես այսօր շատ ուրախ եմ, որ մենք բացահայտելու ենք տարբեր մասնագիտություններ։ Այս մասնագիտության շնորհիվ ստեղծվել է աշխարհի ամենաարկածային քաղաքը։ Գտիր այդ մասնագիտությունը արկածների հետքերով։ Դե ասացի, չէ, եթե կարդում եմ, մի քիչ պատասխանատու գտնվեք ու մի գնացեք ննջելու։ Արմեն, ոնց որ գայլերը եկան։ Ինչ։
Ոնց որ թե կարողացանք փախչել, բայց նրանք ավելի արագ են։ Մենք պետքա բաժանվենք։ Այդպես մեր փրկվելու հավանականությունը ավելի մեծ կլինի։ Կարևորը օրագիրն է, այն պետքա պինդ պահել։ Ես ու Աննան կթաքնվենք մոտակայքում։ Խնդրում եմ պահեք օրագիրը ու եկեք մեր հետևից։ Լավ, եկեք, ժամանակ չունենք։ Արմեն, ես էլ չեմ դիմանում։ Մեկա նրանք չգիտեն թե ում մոտ է օրագիրը։ Դու գնա, ես նրանց ուշադրությունը կշեղեմ։ Լավ էլի գոր հիմա էլ դու։ Եկավ նաև մեր բաժանվելու պահը։ Ապրես գոր, դու իսկական ընկեր ես։ Դու էլ նույն ձև կվարվեիր։ Աննա, Մարիա, օրագիրը, ինչ, օրագիրը վարվում է։ Չէ։ Օրագիրս։ Խոսա։ Չեք պատկերացնի ինչ սարսափելի երազ էր։ Չես պատկերացնի, բայց հավատում ենք։ Օրագրի հետ էր կապված։ Հա, ինչ որ մեկը ընկել էր մեր հետևից ու վերջում օրագիրը վարվում էր։ Մենք կայինք քո երազում։ Չեք հավատա, բայց ես նույնիսկ երազներում առանց ձեզ ոչինչ չեմ անում։ Հուսամ ես քո երազում ուժեղ տղա եմ։ Դե ոնց որ իրական կյանքում։ Դե այդքան էլ չէ, բայց քեզ լավ պայեցիր։ Դե ոնց որ իրական կյանքում էլի։ Կարծում եմ Արմենի երազի հենց ուժեղ տղան ինքն է եղել։ Դե հա, համենայն դեպս բոլորի թույսը ես էի։ Պարզվում է, մենք բոլորս տեսել ենք տարբեր երազներ, բայց բոլորն էլ օրագրի մասին էին։ Ոնց։ Դուք եք։ Այո, բոլորս արթնացել ենք մի պատմությունից, որը մեզ հետ տեղի ունեցել։ Իմ երազը կարծես իրական լիներ։ Գայլեր, վախենալու մարդիկ։ Իսկ իմ երազում ես արկածների մեջ էի։ Աննան արթնացրեց։ Բայց այդ ինչի հետ է կապված։ Հանգիստ եղեք։ Երազները դրանք մեր գիտակցության ու ենթագիտակցության փոխազդեցությունն է քնի ժամանակ։ Դրանք արտացոլում են մեր մտածմունքները, ապրումները, հիշողությունները, ինչի չէ նաև ցանկություններն ու վախերը։ Կարծում եմ, քանի որ մենք վերջին 2 օրերի ընթացքում օրագրի հետ կապված անհանգստացել ենք, այդ պատճառով էլ նման երազներ ենք տեսել։ Գիշերն էլ գայլերի ձայներ ենք լսել։ Դա էլ հաստատ կապ ունի։ Մի հորինեք, այստեղ գայլեր չկան։ Արմեն, դու ասա, մենք գիշերը գայլերի ձայներ չենք լսել։ Հա, ինչ որ ձայներ կային, ես գիշերը մի քիչ անհանգիստ եմ եղել։ Այդ անհանգստությունն էլ փոխանցվել է երազիդ։ Իսկ կարող այս երազները մեզ հուշում են, որ ուշադիր լինենք օրագրի նկատմամբ։ Դե երևի ինչ որ բան ա լինելու օրագրի հետ։ Դե այդ քո երազում է օրագիրը վարվել, իսկ իմ երազում երջանկություն ա պարգևել։ Դե ես հստակ չգիտեմ, կան նման երազներ, որ ինչ որ բան են զգուշացնում։ Ես հավատում եմ այն ամենին, ինչը գիտությամբ ապացուցված է, բայց պատմության մեջ եղել են նման դեպքեր։ Դե օրինակ Մենդելեևի աղյուսակը։ Հանճարեղ քիմիկոսը մի քանի տարի չի կարողացել դասավորել քիմիական տարրերը։ Եվ մի օր աշխատանքից հոգնած եկել քնել է եւ երազում տեսել է ճիշտ դասավորված աղյուսակը։ Այո, քնած ժամանակ մեր ուղեղը պատկերում է այնպիսի իրականություն, որը մեզ անհանգստացնում է ու առաջացնում է հարցեր, որոնք մեզ տանջում են արթուն ժամանակ։ Հա, համաձայն եմ։ Օրինակ ես քննություններից կամ ստուգողական աշխատանքներից առաջ որ պարապում եմ, հետո գնում եմ քնելու, ոնց որ երազիս մեջ շարունակում եմ պարապել, ասես խնդիրներ եմ լուծում, վարժություններ եմ անում։ Հա, պատահել է։ Փոխանակ քնի ժամանակ հանգստանաս շարունակում ես կատարել նույն աշխատանքը։ Ես գրեթե ամեն գիշեր մեծ մենահամերգներ եմ տալիս աշխարհի տարբեր բեմերին։ Այո, շատ տարածված է նաև ինչ-որ մի բանից անհանգստանալու երազը։ Օրինակ ես տեսնում եմ, թե ինչպես եմ գնում քննության առանց դրան պատրաստ լինելու։ Հա, պատահել է։ Լավ, հիմա կարևորը օրագիրը ապահովվա։ Ումա նրա հետևից ոչ ոք չի ընկել ու այն չի այրվել։ Մեզ մնում է միայն ասել, ինչ լավ է, որ երազ էր։ Այդ քո դեպքում կարելի է ասել, ինչ լավ է, ուղղակի երազ էր։ Իսկ իմ դեպքում ինչ վատ է, ընդամենը երազ էր։ Ավայ, վերջապես կասես ինչ երազ ես տեսել։ Հա, լսեք, պատմեմ։ Ուրեմն մենք բոլորս Քո երազում էլ ենք մենք բոլորով։
Ուրեմն մենք բոլորս բացել էինք օրագիրը ու հայտնվել էինք այս քարանձավի նման մի վայրում։ Հավաքվել ենք մենք ընկերներով, ընտրում ենք արկածներ, Սիրում ենք մենք հաղթահարել տարբեր փորձություններ։ Մարիա, Աննա, Արմեն ու Կոտ, տեպում ենք քարտեզին, Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ թող մանկությունը մեր ակտիվ, հենց քրքիր լինի, անցնենք փորձությունը շացով հետքերով արկածների հետքերով, անցնենք փորձությունը շացով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։